Շարունակում ենք մեր ծրագիրը, բարի լույս եւս մեկ անգամ բոլորին եւ ինչպես արդեն նշեցի, շատ հետաքրքիր եւ հրաշալի իրադարձություն է սպասվում հունիսի 6-ին արտկվարտալում տեղի կունենա Ավող Խալաթյանի Սպանված թատրոն անհատական ցուցահանդեսի բացումը։ Առաջին անգամ Հայաստանում ցուցադրվելու են Ավոյի վիդեո արտ աշխատանքները։ Այդ առիթով այսօր հենց տաղավարում Ավող Խալաթյանն է։ Բարի առավոտ։ Բարի լույս, իմ շատ սիրելի ընկեր, Սուրեն, բարի լույս, իմ հարազատ հեռուստաընկերություն։ Շատ ուրախ եմ այսօր օրը սկսել ձեզ հետ։ Մենք քիչ առաջ հիշում ենք մեր ինստիտուտի։ Բարի սիրելի Ադրին է, քեզ էլ ողջույն, բոլորին, ստեղծագործական թիմին, ATV-ի։ Այնպես որ այո, հրաշալի է եւ որ այստեղ ես մենք հիշում ենք մեր ուսանողական տարիները, թե երբ այսքան արագ անցան եւ իհարկե արդեն այսօր թեմաներն ուրիշ են, իսկ այն ժամանակ լրիվ մեր մտածելու ուղին միայն մեկն էր՝ սովորել է ինստիտուտը եւ թատրոնը։ Ավո այսօր թատրոնը դառավ սպանված եւ դառավ նկարների մեջ։ Ինչու այդպես, ինչու հենց այդ վերնագրով։ Երևի ոչինչ պատահական չէր, Սուրեն։ Երևի հենց այդպես էլ պետք էր լինել։ Այս ներկայացումը, որի ամբողջ իլյուստրացիան, դեկորները նկարել էի ես, ամբողջ փորձերի այդ ստեղծագործական process-ի ընթացքում, խաղալով նաև այդ ներկայացման մեջ, ստանձնելով Էդուարդ Արունով մի հերոսի Խոսքը Վերոնիկան որոշում է մեռնել։ Պաուլո Կոելյոյի ժամանակակից գրող հայտնի ստեղծագործությունը, որը հրավիրյալ ռեժիսորի կողմից, Արթուր Սարիբեկյանի կողմից, իմ տաղանդաշատ ընկերոջ, բեմադրվեց Պարոնյան թատրոնում 5 տաղանդաշատ ընտրանի դերակատարներով եւ այս ներկայացումը ապրեց 3 տարի, քիչ ավել։ Շրջագայեց տարբեր միջազգային փառատոների մասնակից եղավ Հունգարիա, Կազախստան, այսպես այդ իլյուստրացիան նույնպես մեզ հետ շրջագայեց, ապրեց, գնաց ու եկավ ու հանկարծ մի օր որոշեց դե պետական թատրոնի գործերին, ինչպես եւ Աստծո գործերին չենք խառնվում, որոշեցին, որ ներկայացումը պիտի դուրս գա ռեպերտուարից։ Ինչևէ, գտա այդ ամբողջ կտորները 11 մետր երկարությամբ եւ 4.5 մետր բարձրությամբ, գտա կուլիսների ետնախորշերում, փոշիների մեջ սպանված եւ այդ կերպարի Էդուարդի, որը ամբողջ պիեսի ընթացքում փնտրում էր տիրամոր պատկերը եւ ուզում էր նկարել տիրամորը, ուզում էր երազում էր դառնալ նկարիչ, ու հանկարծ այդ Էդուարդի դեմքով նայում էին ինձ այդ կտավները եւ ես որոշեցի փրկել ու նորից կյանք տալ։ Սպանված կտավները, սպանված թատրոնի կտավները բերեցի տուն եւ էլի սկսեցի աշխատել, գնելով թանկարժեք բելգիական կտավներ, այդ ամենը փակցրեցի, կոլաժի տեխնիկայով փակցրեցի այդ կտավների վրա եւ նորից սկսեցի աշխատել։ Այդ գործերը վերապրած գործեր էին։ Չկա այնպիսի ներկայացում, ես չեմ հիշում, որ լույսերը վառվեին սրահի եւ չոր աչքեր տեսնեի ես, մանավանդ երիտասարդների մոտ։ Այնպիսի հուզիչ մի ստեղծագործություն է եւ այնպիսի հուզիչ դերակատարում մեր խաղեր դերասանական, որ չէին կարող ոչ մեկը զսպել իրենց արցունքները եւ այդ ամբողջ էներգիան, այդ ամբողջ զգացողությունները փոխանցվել էին այդ կտավներին։ Եվ իսկապես նրանք արժեքավոր գործեր դարձան։ Քանի գործ դարձավ։ 6 գործ, 6 մեծ գործեր, 2 մետր, 1.70 չափսերի, այսպես 6 աշխատանք, որը կկախվի, որոնք գտան իրենց տեղը ու պիտի կախվեն արտկվարտալի նորովի վերաբացված ցուցասրահում, որոնք մարաններ են եղել 1891 թվականի, ես կոնկրետ նշում եմ թիվը, որովհետև վերջերս այդ նորոգումների ընթացքում երիտասարդները, տղաները, ովքեր իրենց ձեռքով են այդ ամենը ստեղծում ու անում, չունենալով ոչ մի հովանավորչական օգնություն, ոչ մի ոչ մի բան, եւ նրանք կվաճառեն իրենց նկարները, կզրկեն իրենց շատ ու շատ բաներից, բայց կներդնեն այդ կվարտալի վրա եւ նորոգման ընթացքում բացվեց ու գտնվեց այդ տուֆի կտորը, որտեղ փորագրված է 1891։ Դա այսպես ցեմենտով սվաղված եւ փակված էր այս ժամանակի ընթացքում, ինչ քամիներ ասես չեն անցել, ինչ ջրեր ասես չեն հոսել այդ հատվածներում եւ հիմա կարծես նորից վերաբացվում է այդ ցուցասրահ ու հրաշալի մի վայր է դառնում արտկվարտալը, արդեն ինքը կար, որպես հրաշալի տեղ, արվեստի շնչով լի, որտեղ ամեն մի քարը, ամեն մի թուփը արվեստի մասին է եւ այդ երիտասարդները, որ համախմբվել են, քանդակագործներ, նկարիչներ,
Ես երկար չմտածեցի, երկար չփնտրեցի վայրը եւ ընտրեցի հենց Արտ Կվարտալը, որպեսզի հենց Արտ Կվարտալում լինի այս ցուցադրությունը։ Սպանված թատրոն, բայց լիահույս, որ ոչինչ չի մեռնում, եթե դա արվեստ է, եթե դա ազնիվ ու մաքուր արվեստ է, ժայռի մեջից այդ ծիլը պիտի անպայման դուրս գա։ Այո, ավո, այստեղ հա թերթիկում, որը ներկայացնում է արդեն ամբողջ ցուցահանդեսի ինֆորմացիան, հետաքրքիր տողեր կան եւ ամեն ինչ մի օրում ավարտվում է ու ամեն բան վերադառնում է նույն կետին։ Ես պատտվելով 360 աստիճանով հասա փակ դռներին ու բացեցի դրանք։ Այո։ Ահա, արի բացենք ոչ միայն դռները, նաեւ այս տողերը։ Այդ 360 աստիճանը իսկապես իմ վերապրումներն էին, իմ զգացողություններն էին այդ 3 տարիների ընթացքում խաղալով այդ դերը, այդ ներկայացման մեջ ու հանկարծ մի օր փակվեց այդ դռները, ինչպես որ սկզբում նշեցի, հանվեց ներկայացումը եւ ես բացեցի այդ դռները եւ այնտեղ գտա իմ կտավները, որոնք փրկվեցին ու ստացան նոր կյանք։ Երևի այս եթերն էլ կավարտվի, մեր շնչառությունն էլ կավարտվի, ինչպես որ գրած է այդ տեքստում եւ հեղինակը դա Արթուր Սարիբեկյանն է այս հրաշալի տեքստի, ռեժիսորը այդ ներկայացման, որը մինչեւ հիմա չի հրաժարվում հայրությունից եւ մինչեւ օրս իմ կողքին է եւ ամբողջ այդ ռեժիսորական մոտեցումը պատկանում է Արթուր Սարիբեկյանին, վիդեոարտերը եւ ցուցադրության իր տեսակը, չնայած կանելի մարդիկ, որոնք իմ կողքին են, կնշեմ, քիչ ուշ, ովքեր են ինձ հետ միասին քայլում այս ցուցահանդեսը կայանալու հարցում, կան մարդիկ, նշեմ, եթե եկան խոսքը հասավ, Սոնա Մինասյան, մոսկվացի հայազգի մեր աղջիկը, որ համադրողն է, կուրատորը, որ աշխատել է բազմաթիվ նկարիչների հետ տարբեր երկրներում ցուցահանդեսներ կազմակերպել եւ ինքն էլ համադրում է այս ցուցադրությունը։ Շնորհակալ եմ Սոնային, Մարիամը Գևորգյան, կլիպմեյքեր, ֆոտոգրաֆ, որը այս ամբողջ փաթեթը սկսած հրավիրատոմսերից, այս բուկլետից, աֆիշներից, ամեն ինչից եւ իհարկե կտավների ֆոտոները նույնպես Մարիամ Գևորգյանինն են։ Արդինի ստուդիայի իմ ընկերներին, որոնք այս ամբողջ հնչյունային վիդեոարտերը, այդ պրոյեկտորները, այդ երաժշտությունները, որոնք պիտի հնչեն ամեն այդ կոմունիկացիան եւ բոլորը պատկանում է Արդինի ստուդիային։ Ուզում եմ նշել, որտեվ շատ քիչ են այսօր արվեստի կողքին կանգնողները, մեքենասներ կլինեն, բիզնեսմեններ կլինեն, ուզում եմ նշել Զոե գինիները, փրփրուն խաղուն գինիները, որ կլինեն այդ օրը կհյուրասիրեն մեր հյուրերին, ավելի տրամադրությունը բարձր է։ Տրամադրություն կպարգևեն ամառային զով երեկոն, եւ իհարկե Արտ Կվարտալի երիտասարդներին, որոնք ջանք չեն խնայում, որպեսզի լավագույնս ներկայանանք այս ցուցահանդեսով։ Ցուցահանդեսը վայելելու ենք ամսի 6-ին, ինչքան է լինելու։ Ամսի 6-ին կլինի բացումը, փակ բացումը, հատուկ հյուրերի համար, հրավիրատոմսերով այցելուների համար, իսկ ամսի 7-ից արդեն բաց կլինի հանրության համար ու կլինի մինչև հուլիսի 6-ը, հունիսի 6-ից հուլիսի 6-ը, այո, մեկ ամիս կլինի Արտ Կվարտալը։ Թատրոնի դռները փակվեցին, բայց թատրոնում դռները չփակվեցին, որովհետև շատ շուտով մենք քեզ էլի տեսնելու ենք բեմում, պրոյեկտ կա, որի մասին չգիտեմ, ես չեմ ասի, բայց դու երևի կամ կասես կամ ոչ, բայց գիտեմ, որ ընթանում են հիմա փորձերը, շատ հետաքրքիր գործ է սպասում։ Այո, պետական թատրոնը անկեղծ ընկերը ինձ միշտ խոստացնում է։ Պետական թատրոնը փակվեց ինձ համար, չնայած նրան, որ 27 տարի աշխատեցի Պարոնյան թատրոնում, ավարտվեց ինձ համար Երվանդ Ղազանչյանով այդ թատրոնը, ավարտվեց Զավեն Աբրահամյանով, Արադ Եղտրիկյանով, Կարինե Բուրնազյանով, երկրից գնացած դերասաններով Վարուժան Մանուկյան, Նարինե Ալեքսանյան, Հովակ Գալոյան, որը նույնպես թողեց այդ թատրոնը եւ ինձ համար կարծես վերջացավ, ես չունեի արդեն այդ ժամանակը տրամադրելու պետական թատրոնին։ Եվ հիմա այսպես մասնավոր հրավերներ կան եւ մի ֆանտաստիկ գործ է գրվել մեր մայեստրո, ժամանակակից մայեստրոյի կողմից Վահրամ Սահակյանի եւ իհարկե հրաշալի ռեժիսորը Արթուր Սահակյանը, որը միակն է, ով ադամանդ է դարձնում այդ ալմազը, Վահրամի ալմազները դարձնում է ադամանդ, դա Արթուր Սահակյանն է եւ իհարկե հրաշալի թատերական դերասանական խումբ է հավաքված ու սպասվում է նոր ներկայացում, նախնական վերնագիր կա, Առհավիրք, այսպես է կոչվում, ինտրիգներով լի այսպեսի վերնագիր եւ ինտրիգներով լի այսպեսի հեղինակ
Եվ սպասում ենք աշնանը, արդեն սեղանի շուրջ ինտենսիվ աշխատանքներն են ընթանում։ Ես գիտեմ ինչի մասին է գործը, բայց երևի ես իրավունք չեմ վերապահի, այո, խոսելու։ Դե Վահրամ Սահակյանը միշտ ինչպես սուր, ժամանակակից, ասելիքով ենթատեքստերով լի ու խորը ասելիքով ներկայացում։ Եվ հանդիսատեսը հասկացող հանդիսատեսը շատ բան կտանի իր հետ, այդ ներկայացումը դիտելուց հետո վստահ եմ։ Շատ լավ, դե դա իհարկե աշնան խոսելիքն է և ներկայացնելիքը, վերադառնանք էլի հունիսի 6-ին։ Ավո, արվեստագետի համար, հատկապես երբ որ այդ արվեստագետը աշխատում և ստեղծագործում է ոչ միայն մի ուղղությամբ, այլ մի քանի, հա, շատ խառն է աշխարհը երևում։ Եվ այդ խառը աշխարհը իր հոգեբանության շնորհիվ եւ իր պրիզմաների շնորհիվ արտացոլվում է տարբեր իր գործունեության մեջ։ Այս ամենը այսօր արտացոլվում է քո նկարների մեջ, որովհետեւ նաեւ վերջին շրջանում եղած քո ցուցահանդեսի ժամանակ, երբ որ ես դիտեցի նկարները, եւ հիմա էլ այս նկարները, որոնք արդեն հասանելի կլինեն, ես հասկանում եմ, որ մի շրջան կա արվեստագետի մոտ, որտեղ արվեստը խառնում է գույները, բայց միևնույն ժամանակ ճիշտ դասավորելով պատկերները։ Ինչ է սա քո համար եւ ինչ շրջան ես դու ապրում հիմա։ Կարծում եմ չկա համաշխարհային ոչ մի նկարիչ, գիգանտ նկարիչներից անգամ վերցնենք, որ չունենան իր էտապները, պերիոդները, ինչպես ասում են։ Դա ժամանակն է թելադրում, միշտ պահը, ժամանակը իր ցավերով, իր բողոքներով, իր անկումներով ու վերելքներով թելադրում է արտիստին, ստեղծել շարքեր, թեկուզ մեկ կտավ, կապ չունի, ինձ մոտ, ինչպես նշեց մի արվեստաբան, որ իմ նկարները կարծես մարկաներ լինեն, որը խորհրդանշում է տվյալ ժամանակի տվյալ իրադարձությունը։ Եվ դա ժամանակ անց, երևի տարիներ անց կարող է վերծանվել եւ հասկանալ, թե ինչեր են կատարվել ժամանակին։ Շատ հետաքրքիր լեզու է նկարչի լեզուն։ Խոսում է կտավներով, ասել իմ կտավները ինչպես ներկայացնեմ, պարզ չեն եղել երբեք, հասարակ չեն եղել երբեք, լոկալ չեն եղել երբեք, միշտ իմ մտածողությունը եղել է ուրիշ տեսակ։ Երևի սա թատրոնի օգնական ուժն է ինձ, այսքան պիեսների եւ կլասիկ եւ ժամանակակից հեղինակների այսքան կուտակված բագաժն է, այսքան իմացությունն է, երևի, որովհետեւ ոչ մի նկար, չկա այնպիսի նկար, որ չունենա իր ասելիքը, իր ենթատեքստը, իր գաղտնիքները եւ իր ասելիքը ամենակարևորը։ Այո, յուրաքանչյուր արվեստագետ ունի իր ասելիքը, ավո, եւ քո նկարներում էլ արտացոլվում են քո ասելիքը։ Ես լավ եմ զգում, ինձ խոսել կտավների միջոցով։ Կտավները խոսում են հայերեն, թե խոսում են մեկ այլ լեզվով։ Ճիշտ ասած, Սուրեն, խոսում եմ հայերեն, բայց ընկալվում է օտարների կողմից շատ տարօրինակ կերպով։ Հայաստանյան հանդիսատեսը մի բուռ, ինչպես որ դու գիտես ներկայացումները ինչպես են լինում, չէ՞, եթե մի քիչ ավելի այսպես մտածելու տեղ տվող ներկայացում է լինում, ավելի հոգեբանական, բարդ ներկայացում, մի բուռ հանդիսատես է ունենում այդ ներկայացումը։ Իսկ ինչ կան լինես ավելի այսպես հատակ, ինչ կան լինես գրեհիկ, ինչ կան լինես այսպես վատ հումորը լավ բան է շատ, ես ինքս շատ հումորով մարդ եմ, ամենուրեք հումոր եմ տեսնում ու փնտրում, բայց այսօրվա հումորն ու այսօրվա պահանջը չասեմ, որովհետև այդ պահանջ ասված այնքան հարաբերական է պահանջ, որովհետև ավո, եթե հանդիսատեսը գալիս է ցուցահանդես դիտելու նկարներ, այսինքն հանդիսատեսը պահանջ ունի դրա, այո։ Այո, ինչ որ մատուցես նրա պահանջները։ Բայց մեծամասամբ գիտենք, որ մեծամասամբ մարդկությանը այսօրվա մեր հանդիսատեսին չի հետաքրքրի այս տիպի ստեղծագործությունները։ Դրա համար ավելի իմ լեզուն ընկալում են դրսում։ Դրա համար այս նախորդ ցուցահանդեսի կտավները գնացին Միացյալ Նահանգներ, այնտեղ ցուցադրվեցին։ Իդեպ միացյալ ցուցահանդես եղավ Մինաս Հալաջյանի հետ, հրաշալի մեր գեղանկարչի, որը իմ մանկության ընկերն է նաև, միասին ենք հաճախել Կոջոյան արվեստի դպրոց։ Հետո ես կտրուկ փոփոխություն գնացի դեպի դերասանի կարիերա, իսկ ինքը շարունակեց։ Այո։ Որպես գեղանկարիչ միացյալ ցուցահանդես եւ թողեցի այնտեղ ամբողջ կտավները եւ շատ տարօրինակ ռեակցիա է տեսնում մեր հայ հասարակության եւ արտասահմանցիների միջև, թե ինչպես են ընկալում իմ կտավները, ու հասկացա, որ ավելի ընդունվում են, ավելի հասկանալի ու հասանելի են դառնում
օտարերկրացիների համար իմ կտավները։ Մնացին այնտեղ, որպեսզի շարունակեն իրենց շքերթը եւ ցուցադրվեն տարբեր քաղաքներում Միացյալ Նահանգների, առջևում սպասվում են այդ ցուցադրությունները։ Քանի վրձին է կոտրվել։ Ես գիտեմ, որ նկարիչները երբ ավարտում են նկարը, կոտրում են վրձինը։ Չէ, ես չունեմ այդպեսի։ Դու չունես այդպեսի չափից ավել տաղանդավոր երևույթներ չլինում իմ կյանքում, չեմ կոտրում, բայց լինում է, որ փչանում են։ Մոռանում եմ այդպես նավթի մեջ, մոռանում եմ ջրի մեջ, ներքո բան ասացի, մոռանում են վրձիները, իսկ մոռացած վրձինները հաճախ են իրենց մասին ձայն, այո։ Տալիս եմ, բայց արդեն ուշ է լինում, արդեն փչացած է լինում։ Ինչ մտքեր կան, հաջորդիվ ինչն է քեզ անհանգստացնում, որոնք հայտնվելու են կտավների վրա։ Գիտեք, ինձ մոտ պահիտակ է գալիս։ Պահիտակ, կարող է այսպես որոշեմ, չունեմ էսկիզ, ես երբեք էսկիզներ չեմ անում։ Ես մի անգամից միտքը, արդեն կա լիարժեք պատրաստ ձևավորված միտքը, արագ հանձնում եմ կտավին այդ պահին։ Իսկ սա բոլորովին այլ շարք է։ Սա բոլորովին այլ շարք է, սա իսկապես շարք է եւ 6 կտավ, որոնք արդեն ապրած, վերապրած Էդուարդի եւ Ավոյի կողմից ու շատ տարօրինակ ու հետաքրքիր էր, երբ այդ դերը ես ստացա Արտուրի կողմից, այդ Էդուարդը, հերոսը, ով երազում էր Կոելոյի ամենասիրելի գործն է դա։ Վերոնիկան Կոելոյը։ Բոլորը նախընտրում են Ալխիմիկը, բայց ես կարդացել եմ Կոելոյի բոլոր գործերը։ Ճիշտ է, Ալխիմիկը ունի իր արժեքը, բայց ինձ համար այդ գործը ամենալավը։ Ավելի հիթային են Ալխիմիկ, մյուս, բայց Վերոնիկան որպես վիպակ եւ հետո շատ բարձր վարպետությամբ Արտուրը դարձրեց այս վիպակը պիես։ Ինքը հրաշալի պիես դարձավ ու այդ կերպարը Էդուարդը, ով լքված էր իր ընտանիքի եւ հասարակության կողմից եւ ընտանիքը նրան ստիպում էր անպայման, որ նա կապի փողկապ եւ շարունակի հոր գործը լինելով դիվանագետ, չէ, նա երազում էր, այդ երիտասարդ տղան երազում էր նկարիչ դառնալ եւ նա որպես լքված ընտանիքի անդամ ուղարկվեց Սլովենիայի այդ բուժարանը որպես խելագար, այնինչ նա խելագար չէր, մարդ, որ կտարբերվի մի քիչ հասարակությունից դառնում է գիժ, բայց այդպես չէ, ուղղակի տարբերվում է մնացածից։ Էդուարդը եկավ ու 10 տարիների ընթացքում, չապրած 10 տարիների ընթացքում նկարեց ամեն տեղ, պատերին, հատակին, առաստաղին, որտեղ որ կպատահի սավանների վրա եւ կարծես զուգահեռ Ավոն նույնպես այդ ժամանակ կարծես թե նկարում էր ամենտեղ ու ամենուրեք ու այսպես շատ զիլ համընկավ այդ ամեն ինչը ու կերպարն էլ ստացվեց։ Հետաքրքիր է, Ավոն էլ արեց այդ դեկորացիան, իլյուստրացիան։ Ավո, դու հիմա պատմես այս ամենը, իսկ ես գնում եմ հետ, երբ որ ռոմանտիկ Ավո Խալացյանը ինստիտուտի պատերի ներսում միջանցքներում երգում էր զրնգուն։ Այո, ես ասեմ գաղտնիք չի դա։ Ավոն են ուսանողն է եղել ինստիտուտում, որը երբ որ դու դասի ժամանակ ուզում էիր դուրս գալ լսարանից, ու միջանցքում Ավոյի ձայն էր, որտեղ Ավոն ամենտեղ երգում էր միջանցքի։ Այո։ 4-րդ հարկի մեր լսարանները դեմ դիմաց էին։ Այո, դեմ դիմաց էին։ Եվ Ավոն միշտ երգում էր։ Արձագանքը ինձ գրավում էր, ինչպես որ եկեղեցում է հնչում, չէ, ձայնը այդպես քեզ գրավում է եւ նույնն էլ այդ միջանցք ուներ այդ էֆեկտը կարծես, հա, եւ դա ինձ գրավում էր եւ չէի սպասում վոկալի ժամերին գնա այդ փոքրիկ խցում երգելու, ինձ համար այդ միջանցքը ավելի լավ հարթակ էր։ Այսօր ռոմանտիկ Ավոն նկարներում ոչ այնքան ռոմանտիկ է, որովհետեւ տարիներն անցնում են, ժամանակները փոխվում են, մենք հասունանում ենք, կյանքը սկսում ենք ընկալել մեկ այլ տեսանկյունից, մեկ այլ աչքերով։ Արդյոք այսօր ռոմանտիկ Ավոյին տեսնում ես ռոմանտիկ Հենրի մեջ։ Հենրին եւ Էլիզաբեթն էլ շատ փխրուն ու նուրբ հոգի ունեն, շատ ուրախ եմ, որ ունեմ նման աստիճակված ու լավ երեխաներ, նուրբ հոգիով, եւ վստահ եմ, որ մի օր Հենրին էլ ինչ որ քայլ կանի դեպի արվեստի որևէ ճյուղ, սակայն հիմա բացարձակ հեռու է այդ ամեն ինչից, լրացնում է Էլիզաբեթը։ Եվ քանդակում, եւ նկարում, եւ երգում, եւ պարում։ Նաեւ ցուցանդեսին Էլիզաբեթի նկարները ու շատ զարմացած է։ Իսկ Հենրին ժամանակակից տղա է շատ, այդպես իրեն հետաքրքրում է կիբերանվտանգություն, մնացած թվային աշխարհը, այո։ Շատ լավ, ավո հունիսի 6-ին, հա, արդեն կգանք ու կվայելենք նկարներ, իսկ հունիսի 7-ից արդեն հասանելի բոլորին սպասում ենք ձեզ բոլորին։ Եվ հրաժեշտից առաջ մեր եթերի ուզում եմ քեզ նվիրել մի բացիկ, արև բացիկները, որոնք էմոցիաներ են տալիս, իդեպ ասեմ, որ այս բացիկներից հատուկ թույլտվություն մենք ունենք
տեքստերն օգտագործելու համար, նաև Նունե Եսայանից եւ շնորհակալ եմ Նունեին այս հրաշալի հնարավորության համար։ Ես իրեն նվիրել եմ այս բացիկներից հենց իր երգով։ Այս մեկն էլ ուզում եմ քեզ նվիրել, բայց որ այսօր այստեղից հետո ծաղիկներ վերցնես եւ այս բացիկը տեղադրես ծաղիկների մեջ ու տանես Նունեին, որովհետեւ հենց այստեղ իր երգի բառերն են, իր եւ Արսեն Գրիգորյանի, միայն ես եւ դու ու չկա ոչինչ մեզ համար։ Շնորհակալ եմ։ Ես ամեն անգամ համերգի Նունե Եսայանի լսում եմ թե ինչպես է նա պատմում ձեր սիրո պատմությունը եւ համոզված եմ որ այդ սերը այսօր էլ ձեր ընտանիքում է եւ թագավորում է։ Այնպես որ այս բացիկը գեղեցիկ ինքնատիպ։ Որպես սիրո դրսևորում այսօր ծաղիկների հետ կնվիրես Նունե Եսայանին։ Շնորհակալ եմ։ Կատարված է։ Այո, ողջուններս Նունեին ու իհարկե հունիսի 6-ից արդեն հասանելի են նկարները բոլորի համար։ Վայելում ենք։ Շնորհակալություն Ավո։ Շնորհակալություն Սուրեն։ Այս պահին կարճ դադար, հետո կվերադառնանք ու Ադրինեի հետ միասին կամփոփենք ծրագիրը։